արաբները ու հրեաները իրար հետ այդքան կռվում են, այդքան վատ բաներ են գրում, բայց ոչ մեկ չի սահմանափակում իր էջը, չի փակում կոմենտները, բլոկ չի անում, որպեսզի տարածվի ու մարդիկ իմանան։ Ամենավերջի բառերն են իրար ասում, ամենա, բայց տենց տարածվում է, աշխարհը իմանում է ու աշխարհը սկսում է տեսնել այն մյուս կողմի պատմությունը։ Եթե արաբները միշտ հրեաների մասին վատն են խոսում, ապա սենց արդեն հրեաները կարողանում են իրանց խոսքը ասեն ու հակառակը։ Բոլոր ազգերը տենց են անում բացի հայերից։ Հայերը, վայ, ամոթա վատ բան գրեցին, վայ, ինչա քո դուրը գալիս, այդպես կեղտոտ բառեր են գրում, այդ ինչեր ես թողում, փակի, ջնջի, ժողովուրդ, մեզ պետք է այդ խոսքը հասնի աշխարհին։ Իսկ դուք իրար մեջ բողոքում եք, իրար մեջ հայերեն լեզվով, էջերում փակած, մենակ ընկերների համար բողոքում եք, որ ինչ։ Մեզ ձեր բողոքով գլուխները տարել եք մեզ։ Մեզ պետք է քայլ, մեզ պետք է աշխատանք, մեզ պետք է առաջ գնալ։ Տեսնում եմ նպատակը, չեմ տեսնում խոչընդոտ։ Սիրտներդ պնդացնում եք ու անում եք։ Պատասխանում եք, չեք պատասխանում, բլոկում եք իրան, հա, բայց մեկը արեք, խոսացեք, գրեք, տարածեք ու ստիպեք ձեր ռուս, ուկրաինացի, հրեա ընկերները կիսվեն, իրանց տենց էլ ասեք, հենց ստատուս գրեք ու ասեք, երբ որ ձեր մոտ էր կռիվ Ուկրաինայում, մենք սաղ օրը դրա մասին խոսում էինք, երբ որ ձեր մոտ էր ռուսներ կռիվ, մենք սաղ օրը դրա մասին խոսում էինք, հրեաներ, այս մեր պոստերն ա, որ մենք ձեր պոստերը կիսվել ենք, որտեղ ձեզ հարգել ենք որպես մեր ընկեր, բա ուր եք դուք, երբ որ մեր գլխին է այդ ամեն ինչը լինում, մենք խոսում ենք, մենք լսում ենք, բա դուք ինչի համար եք ընկերություն անում մեր հետ, այդ ինչ ձևի ընկերություն է, որ չեք կիսում, ստիպեք, տենց են անում, ստիպում են, չեք տեսնում ես ոնց եմ անում, ես գրում եմ, ես ստիպում եմ, դրա համար կիսվում են, իմիջայլոց, ստատիստիկայով ամենաուժեղ կիսվածը, ամենատոպ պոստս կիսված Միքայել Միքայելյանի մասին է, բաց հայերի մասին, ու դա նշանակում է, որ համ հայերի մոտ դա պահանջ ունի, համ օտար ազգեր, ու ես նայում եմ, օտար ազգեր էլ կան, որ կիսվում են, ու կոմենտներում օտար ազգեր էլ են գրում, շատ մարդ է գրում, որ ես ռուս եմ, ու ես չգիտեի սրա մասին, ես չգիտեի, որ դուք էլ սենց սպիտակներ ունեք, ու չգիտեի, որ ցեղասպանության ժամանակ իրանց գողացել են ձեզանից, դրա համար ձեր մասը մնացել է ավելի մուքոտ, գիտեք